Ջահերով ավանդական երթի մեկնարկը տրվում է Հանրապետության հրապարակից, հազարավոր հայեր են հավաքվել մասնակցելու ոգեկոչման ու պահանջատիրության ավանդական արարողությանը։ Մարդիկ կոչ են անում չուրանալ, լինել պահանջատեր։ Այս տարվա կարգախոսն է «Զարկ, երբ հալածում են քեզ»։ Մարդիկ իրենց ոչը արտահայտեն հենց այս երթով, որտեղ ցանկացած մեկ հոգի, մեկ ավել հայ մարդու ներկայությունը այդ ոչի ավելացնելն է, այսինքն այդ չընդունելն է, այդ մերժելն է այն հակահայ քաղաքականությունը, որ այսօր վարում է օրվա վարչախումբը։ Այսօր մենք մնացել ենք միայնակ այս պայքարի մեջ, քիչ չի, նաև պետությունն է մեր դեմ աշխատում։ Այս իմաստով բնական է, որ եւ միջազգային ճանաչման գործընթացն է կանգ առել, այս մարդիկ ուզում են ընդհանրապես այս խնդիրը փակեն այս հարցին, չի մասնախոսում։ Ջահերով երթը արդարության համար մղվող պայքարի խորհրդանիշ է, սա հիշողության մոմավառություն չէ, այլ պահանջի կրակաերթ։ Մենք եկել ենք վկայելու, բարձրաձայնելու, որ հայ ժողովուրդը ոտքի է, նրա պայքարը անավարտ, նրա կամքը անսասան, հանուն արդարության, հանուն կանխման, ի դեմը սուրացման, ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է։ Դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք երթը սկսվում է խորհրդանշական արարողությամբ։ Պայքար! Մեկնարկում է 2025 թվականի ջանոն երթը։ Մենք պետք է հենց այստեղ, այս խորհրդանշական օրը, ինքներս մեզ խոստանանք, որ այլևս երբեք չենք պարտվելու, այլևս երբեք թույլ չենք տալու մեզ կոտորել, այլևս երբեք թույլ չենք տալու մեզ ցեղասպանել, հայրենազրկել եւ դարձնել օտարական սեփական հողում եւ հայրենիքում։ Միասնություն ու համախմբում հենց սա է անհրաժեշտ ցեղասպանության արհավիրքների ու զրկանքների միջով անցած ժողովրդին։ Պատմությունից պետք է դասեր քաղել, որ սև էջերը էլ չկրկնվեն։ Որպես հայ, մեր քաղաքացիական հոգու պարտքն է մասնակցել նման երթերին։ Այստեղ խնդիրը նրանում է, որ պետք է հասկանանք, որ այն ազգերը, որոնք չեն կարևորում եւ չեն արժևորում իրենց պատմական հիշողությունը, կարող են գոյություն ունենալ, չէ՞ որ ազգերը ինքնանպատակ գոյություն չեն կարող ունենալ։ Եվ ուստի պիտի ինքներս մեզ մեկ հարց տանք այսօր՝ լռելը, ոչինչ չպահանջելը տալու է անվտանգության երաշխիքներ, թե ոչ։ Երթը եւս մեկ քայլ է ցույց տալու ամբողջ աշխարհին, որ մենք պահանջատեր ենք։ Մենք երբևէ չենք մոռանալու մեր պատմությունը, քանզի եթե սերունդները իրենց պատմությունը մոռանում են, այլևս կործանված են, այդ պետությունը, հասարակությունը այլևս կործանված է։ Եվ իմ կարծիքով յուրաքանչյուր հայ պետք է իրանից կախված ամեն մի քայլ ձեռնարկի, որպեսզի աշխարհում ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Մասնակցում եմ ամեն տարի որպես հայ մարդ, որպես քաղաքացի, որպես իմ պապու թոռնիկ Սարգիս Սարգսյանի թոռնուհի, ում ծնողներին 1915 թվականին թուրքերը սպանել են եւ պապս 5 տարեկան տղա իր քրոջ հետ ձիով փախել են եւ տեղափոխվել են այստեղ Արևելյան Հայաստան։ Ես ամեն տարի ներկա եմ այստեղ, որպեսզի ես էլ կարողանամ իմ զավակներին փոխանցել այդ հիշողությունը եւ հուսալ, որ նրանք էլ անպայման ապագա սերունդներին փոխանցելու են այն ամենը, այն ողբերգության մասին, ինչը հայ ժողովուրդը տարել է 1915 թվականին, որպեսզի այլևս չկրկնվեն ցեղասպանություններ։ Ուրանալ ցեղասպանությունը, ուրանալ պատմությունը նշանակում է ուրանալ քեզ, քո ինքնությունը, քո ազգային ինքնությունը, նվաստանալ եւ չունենալ արժանապատվություն, որևէ թշնամի ներսից կամ դրսից զորու չէ հայ մարդու մեջ սպանել արժանապատվությունը եւ ինքնությունը։ 26-րդ անգամ է անցկացվում այս միջոցառումը, եթե ուղերձի հասցեատերը Թուրքիան ու միջազգային մասնակիցներն էին, վերջին տարիներին ասելիքի եւս մեկ վեկտոր է ավելացել։ Հայ ժողովուրդը, հայ ազգը Հայաստանում եւ ամբողջ Սփյուռքում պահանջում է ցեղասպանության ճանաչում, դատապարտում, հետևանքների վերացում։
Միայն ցեղասպանության ճանաչումը կարող է երաշխավորել, որ վաղը նույնը չկրկնվի։ Մենք միայն միասնական կարող ենք հզորանալ, հզոր լինել, մեծ լինել եւ հաղթել այն պայքարը, այն նպատակների համար, որոնք որ մենք տենչում ենք եւ որոնց համար մենք ապրում ենք։ Հայ ժողովուրդը տոկուն է, կանգուն, բայց պայքարն անավարտ է, խորը վերքը չսպիացած։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկեցե արքայություն քո, Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։